Եղիշե բադրակ դերդերյանի մասին խոսել մի քիչ դժվար է այն իմաստով, որ զինքը պետք է լավ ճաշնաս։ Ալլահ իր քրական կորձորու մեջ, ալլահ իր վաճական կորձորու մեջ։ Յուրաքանչյուր մարդ անշուշտ ժամանակին խոսած է իր մասին, նկատի ունենալով թե որքան օգուտ ունեցած է իր մեջ կամ վնաս ունեցած է, ըստ այնն ուրեմն արտահայտված է։ (1956-ին երբ Հալեբեն Երուսաղեմ եկավ որպես շարանկավոր, ինքը ուրեմն դեղաբան էր։ Մինչ այդ չէի տեսած, ոչ ալ իմացած է իր մասին։ 1976 սեպտեմբեր 16-ին եկա, իմ հետսկային նորեն նախկին ժառանգավորներ, հիմա այսօրվա մեկ հատ դեր Արաքել Քահանան է, Կուսան Վարդապետ Ալջանյան, Ավիդիս Չաթալասյան եւ որ նախկին աշակերտներն էր, եկանք մեծ օթոգայինարին Պերին վանք, եւ մենք կացինք Դադորյան Փաջինը, ժառանգավորասը դակամին չեր փածված, հոն նեզի հոն դարին մեզին ցենյագը ցույց տվին, ուր պիտի մնանք, գեվեջ կեսորին ջաշի դարին մեզի, երբ որ առաջին անգամ եկեղեցի եկած ենք, մենք բոլիս երբ որ եկեղեցի գերտայինք, օրինակ Սուրբ Խաչ, ես որտեղ Սուրբ Ներսեսյան վարժարան գուսանեի, հոն շնորհք բադիակին տեսած ենք, մեծացած էին, որ ասիկա մեր թուրքահայոց բադիակն է, ջերմակ մորուքով, ձերունածարտ մարդ մներ, երբ որ հոց եկանք առաջին անգամ մեծից 20 եկեղեցի տանին, իմ դպավորության մեջ տված էր, որ Հայր Մաշտոսին տեսած է, որ այն ժամանակ ինքը Խոստոնավահայրն էր, վերջանքի ցանկ, որ ինքը, ես կգարտեի, որ ինքն էր բադիակ, անկիվերջ ամիսներ անցան, այլևս Երուսաղեմի կյանքին վաճված էին բարեկամներ ունեցան, որ մնացի, որ ասպատիակը ինչու ամենեն մեջտեղ չէ գեցած եւ մյուսները գեցեր են։ Եվ թասնգեներս մեկուսին, որ ինքը չէ բադիակ, ինքը բարձ վարդապետ է, բադիակ հատ մեջտեղինն են։ Եվ այն ժամանակ քիծա, որ եղշե բադիակ որ մեկն են։ Առաջին բանաստեղծ, որուն հանդիպած եմ կյանքիս մեջ, այսինքն Քիրքերեն Թուրս Գենթանի եղած է Եղիվարդը, Եղիշե Բադրիարք Տերտերյանը, երբ 5-6 տարեկան էի եւ եկանք Երուսաղեմ, ավելի ճիշտ Բադրիարքը 67-ի պատերազմին եկավ Գազա եւ Գազայեն ծնողքս որ գմդած էին հայկական քաղուց մերթալ, որ իրենց զավակները հայկական վարժարան երթան ու հայ մեծնան, Երևի Աստված լսեց իրենց աղոթքը, սահմանները բացվեցան եւ Եղիշե Բադրիարքը հրավիրեց ծնողքս հայրս ժառանգավորած ուսուցիչ, մայրս թարգմանչած վարժարանը ուսուցչուհի։ Այդտեղին գսկսի իմ ծանոթությունս։ Եղիշե Բադրիարքը ինձ համար հայր էր, հերոս էր, մարդ էր, բարեսիրտ, իմաստուն, քաչ անսավորություն մներ։ Եղիշե Բադրիարք մեր հարաբերությունը, այսինքն անձնական հարաբերությունն ավելի ծառայած է աստեղ իբր Սուրբ Աթորին մեջ 1922-ին իվել։ Ուրեմն հայրս սկսած է 1926-ին իբր քարտուղար Սուրբ Աթորի եւ Երուսաղեմի Գարաբետ Նուրյանի գլխավորությամբ։ Ուրեմն իմ ծանոթությունս Եղիշե Բադրիարքի հետ եղած է հորս միջոցով, այն իմաստով, որ 60 տարի իրար հետ ծառայած են աս Սուրբ Աթորին եւ իրար մոդեն ճանչնան։ Պաշտոնավարեցի ես 1971-ին իբր օգնական
քարտուղարության եւ այն ադեն այսինքն շատ ինքը պաշտոնական անձնավորություն ուներ եւ ես բարձ պաշտոնյա, բայց դարներու ընթացքին ծեբովը իբր քարտուղար ջանցած եմ մոդեն 1910-ին Նարեգա վանքեն միայն 3 ժամ հերու վասպուրական աշխարի ռշտումյաց կավարի գայնիմիրան քյուրին քյուրաբեդը թավիտ եւ իր գողագիցը աղավնի դերդերյանները գունենան մանչ զավակմը որուն գոչեն Եղիազար անգմգրդվի դերվույն Սուրբ Սարգիս եկեղեցին մեջ բնականաբար լավ մանկություն մգսպասեր քյուրաբեդի որդի Եղիազարին սակայն ժամանակն այնպիսին էր որ հայ մանուկը պիտի չապրեր իր մանկությունը հայ ձերուկը իր հանգիստ ձերությունը եւ հայ հարսը իր օրհնված արաքաստը շատ հայ քաղաքականներու հետ 1915-ին Եղիազարը իր ծնողքին հետ կքախտե Բարսկաստան հայ գամավորներու եւ ռուսերու ցերկով վասպուրականի քրավումեն յետք գթարնավան աբա ռուսական փանագին նահանջով դարձյալ գփրնե քաղտի ճամփան հասնելով Բաքուբա եւ արդեն որփացած Օմարի քաղտագայանին մեջ գտնվի որփանոցի վարժարանը հոնգը մնա մինչև 1922 թվական այսինքն մինչև հայ բարեգործական ընդհանուր միության բարերարությամբ հարյուրավոր որբերու Պերվիլը Երուսաղեմ անոնց մեջ էր 12-ամյա Եղիազարը ինքը քուրդ մայրում ուներ հայրում ուներ որտեքիր այսինքն այն ադեն չարտե ադեն քուրդը անդեն քուրդերին երկերքի դեր հիմա օրմը իրեն քուրխուն Երգատյա պանով պատահապար զարնվեցավ և մարեցավ հոն։ Իր քուրդ մայրը, ոչ է մայրը, այսինքն ծեբոմը, իրեն միշտ հոգ կդաներ, 36 ժամ պանի մեջ էր, ինչքսեին կոմայի մեջ էր։ Օրմը գսեգոր, ֆեդայներ կամ տաշնակցական երդասարտներ, կեդա անցան գսեգոր, թեպի մեր վրան եգան, ինձի արին և կեդի մույսկով մադարին։ Եղիշե Տերտերյանը պատիրյարք էր, առաջին հերթին մարդ, մտածող մարդ։ Մարդ, ով տեսել էր ժողովրդի վերքը փոքր հասակից։ Մարդ, ով հոգևոր կրթություն էր ստացել, բայց կարող ենք ասել, որ երբեք չէր սահմանափակվել միայն արարողակարգով ապրող կյանքի շրջանակում։ Նրա գրություններից հասկանում ենք, որ նա ապրել է այն ամենը, ինչ սովորեցրել է, այսինքն այն ամենը, ինչ զգացել է։ Ծնվել էր 1910 թվականին, եղել է ցեղասպանության սերնդի ներկայացուցիչ, Երուսաղեմում հաստատվել է դեռ պատանի հասակում եւ իր հետ բերել արևմտա Հայաստանից եկող ցեղի ցավը։ Այդ ցավը դարձել է իր ներքին շարժիչ ուժը։ Եվ ինչն է հետաքրքիր եւ ուշագրավ, նա ոչ թե չարացել է այդ ամենից, աշխարից, այլ ուզել է միշտ մարդկանց սովորեցնել, որ չարիքի դեմ առնելու միակ միջոցը դա հոգով, դա լույսով եւ բարության պայքարելն է։ Հենց այդ լույսով էլ ապրելն է։ Հուսադող չէր, մարդիկ կնային հուսադիլ, այլևս հույս չկա գցեն, բայց ինքը այդ բանի մեջ են անգամ հույսեր նշուններ գտնել եւ գահաճողել։ Իրեն համար գսել հուսադությունը մահացու մեղք է։ Չի բիդու հուսադիլ։ Միշտ Հետո անգեղձ էր, եթե պան մրած էր, գսե մրած եմ, գսեր ես փոխկական չեմ, որ չասի գարի, հրած եմ, գսե մրած եմ, չեմ մրած, չեմ մրած, հետո գսեր ինչ որ որոշում արներ եմ, ճիշտ կամ սխալ, գունթունիմ, ոտև քիտնալով և հավատալով հրած եմ, ինչ որ հրած եմ նսից, որոշումներ հրած եմ, ացուծո հավատալով, հետո համար պիշման չեմ, արած որոշումներն։ Իր քյուրը մնալով, թերևս թարնար հորը հաճորդող քյուրաբեդը, սակայն իրեն վերաբահված էր 1960-1990
լալու հայ Երուսաղեմի քահագալը 95-րդ պատրիարքը։ Ինձ համար Եղիշե պատրիարքը գամուրջն էր մեր հայրենական հողերուն։ Ուրեմն իմ քաղաքարս, իմ դպավորությունս կամ իմ ես ուզեցի գենտանի գամուրջը դեպի վան։ Ուրեմն ինքը ինձ համար աղբյուր մներ, որ ատկաբը մնա, նույնն էր հայրս։ Հետաքրքրական է, որ այնքան գապված էի ես Եղիվարդին, Եղիշե պատրիարքին, որ գուզեի անպայման ասկացական գապ ունենալ, քանի որ մայրս սկսեր Եղիշե պատրիարքը իմ հորեղբայրս է, ինչպես կրնար հորեղբայրը լալ։ Մորս կողմեն մեծ հայրս 4-5 տարեկան է երբ մահացած է, չեմ հիշեր, հորս կողմեն հայրս անգամ իր հորը չհիշեր, ուրեմն մայրս ասած էր, որ իրենք որբեր եղած են, որ վանեն փերված են այստեղ եւ եղբայրացած են, ուրեմն Եղիշե պատրիարքը իմ մեծ հորս եղբայրն էր, իմ մանկական ուղեղս այդքան գմփրներ, որ ինք մեծ հորս եղբայրն էր, եւ այսպիսի բան հորինած էի, երբ ընկերներս կխոսեին մեծ հայրս, մեծ մայրս, ես հբարտությամբ կսեի Եղիշե պատրիարքը իմ մորս հորեղբայրն է, բայց ինչպես կսեին ինձի, նույն մագանունը չունիք, մենք փոքր էինք, չէինք մտածել, որ եթե մորական մեծ հայրս է, բնականաբար նույն մագանունը ասկան նպդի չունենայինք, բայց ես այնպիսի բան հորինած էի, թե երբ վարդապետ լան, անունին կփոխեն, բայց երբ պատրիարքը լան, մագանունին կփոխեն։ Հավատացած էի եւ հավատացուցած էի ընկերուհիներուս, որ ինք պատրիարք լալեն վերջ իր ասկանունը փոխած է։ Հայրս Գարբիսինցյան եւ Եղիշե պատրիարք գարանցնային երեկոյան իրենց հուշերու մասին կխոսեին, մարդ չէր մոտենար։ Որտեղ ասենք միակ անձնավորություններն էին, որոնք գտնային խոսիլ 1922-ին մինչև այսօր։ Ուրեմն այս պատմական անձնավորությունը ինձ շատ բան տված է իբր հայ եւ իբր ասենք պատմական մեր հողորու գամուրջը։ Երբ որ հայրս մահացավ, ինքը ասավ ասկեդո ես քո հայրդ եմ։ Եղիշե պատրիարքը միայն գտեսնայինք եկեղեցի իջած ժամանակնից կամ նոր դարվա արիթով երբ որ Թուբրոցկու կար հանդեսներուն կմասնակցեր, ամավեջ հանդեսներուն գիշնար, երբ որ Փեթլեհեմ գերտայինք հոն գտեսնային, միշտ հերու են եւ եկեղեցի մեջ անձնական խոսակցությունը չեն ունեցած հետեւնավ։ Բայց ինձ համար խորհրդանիշ մներ, այսինքն ասեն մեր պատրիարքը եւ անգևեջս կցան թաց առնել ծորվին եկեղեցու պատմությունը կամ հայոց պատմությունը, երբ որ իրական տեմից, երբ որ մենք հոս եկանք չէինք գիտեր ոչ հայոց պատմություն, ոչ հայոց քրագանություն, ոչ մեկ բան։ Հոս ծորվեցանք։ Եվ այդ պատմությունները 1981-ին երբ որ ժառանգավորած 5-րդ դասարան եղանք, առաջին անգամ լալու պատմության մեջ Եղիշե Սրբազանը մեզի հայ քրագանության դաս տվավ, որ ինքը ընդհանրապես ընձայրանի գուտար, բայց միակ դասարանը մերն էր, որտեղ խնդիրները սկսած էին այդ ժամանակ, երբ որ դասի ելանք, արդեն ինձ համար հոն ինքը ավելի ինչ ասեմ, կարևոր անձնավորություն մտարդավ, երբ որ իր դասերը մտիկ կնեինք, ժամեր կնե, բայց մենք չէինք զգար այդ ժամերուն անցնիլը։ Եթե շաբաթը 7 օր ունի, պատրիարքը 8 օր մեր տուններ։ Իր նոր քրություններով, իր քիրքերով եւ այստեղ քրագան երեգոներ էին, որոնց մեջ ես մեծա, բայց ես այնքան դագավին այդ 5, 6, 7 տարեկանից այդ քրագան երեգոները չէին, որ հրաբուրած էին զիս, այլև պատրիարքին պատմած հեքիաթները։
ինձ շատ լավ հեքիաթ կբատմեր։ Ես վերջը երբ մեծա գիտա, որ իր հայրը նույնպես որ քյուրաբետ եղած էր, շատ լավ հեքիաթ ասած էր։ Եվ իր պատմած հեքիաթները գբատմեի նաև ընկերուհիներուս, օծին պատմությունը, մայր օծը եւ այլն։ Ամեն գիշեր անհամբեր կսպասեի իր քալուն։ Չէի երթար քնանալու, մինչև պատրիարքը չկար եւ ես իրեն այսպես դակուկ բաչիկ մչդայի ու քիշեր բարի չսեի։ Ես ճանաչած եմ մտավորականությունը, 1915-ի մտավորականությունը իր միջոցով, որտեղ իր խովակն այսինքն օշագաններ։ Իր գաբը օշագանին հետ, որտեղ օշագանը գճանչներ ամեն աս ագնունին, ասենք խաժագը, եւ ես իրեն գարցնեի ով օրինակ Զոհրաբի մասին մենք փախտավոր եղած ենք որ օշագանի պես անցմը ազատած է եւ մեզի դբա բատկերը հարազատ բատկերը ասում են ուրեմն փոխանակ գարտալու քիրքերը ես իրեն գարցնեի եւ ինքը միշտ պատրաստ էր ինձ հայր եւ ուսի չլալ Օրինակ երբ որ Թանուել Վարուժան խոսեր կամ Սիամանթո Մեզ համար մարդիկ երազային բամներ, երազմներ, բայց այդ մարդը մեզ հետ կաբրեցներ, Թանիել Վարուժանն լա, Սիամանթոնը լա, օրինակ հարցուց, ով ավելի նշանավոր է, ասենք թե երկուքնա ծառեն ասամ, երկուքնա խնցորիզան, ով ավելի մեծ բուդուղներ գուտա, ավելի շատ լավ բուդուղներ գուտա, ժամանակի ընթացքին մենք Սիամանթոյին բան եղած էինք որտեղ քիչ հայրենասիրական բաներ կար ոչ ցա Թանուել Վարժանն է որտեղ բանը ինչպես կսեն սերնը որ գմնա մնացածը անցողիկ է սա հայ ժողովրդի միջև երբ ադելության մեջ պիտի սա Թանուել Վարժանը ամեն տարի իր խնցորները աբիդ ավելնան, բայց Սիամանթոյինը կամած բիդի իշնան, որտեղ Սիամանթոն սեր չերքես ադելություն, ող բան, անեզք բան են, սա բատիկա երկար չի դևեն, մենք սա միչև երբ բիդի ող բան, մեզի չի վալել ող բալը, ող բալը խեիչ մարդու կորձ է, ադո համար Օրինակ համար Եղիշե Չարանցի մասին գլա։ Սա եթե օրմը հայրեն լեզուն, թարնա միջազգային լեզուն, Եղիշե Չարանցը սա կգրավե Շեքսպիրին դեղը, թարնա միջազգային ամենամեծ բանաստեղծ է։ Բայց մենք սա հայ ենք, մեր քիր գրականությունը գարտաթող չի գա, ատոր համար սա Եղիշե Չարանցը Մարդիկ չեն ճաշնան։ Պատրիարքը բուդուղուդել շատ կսիրեր եւ մայրս ամեն գիշեր իր սիրած բուդուղները գհյուրասիրեր, այսպես սեղանին գտնեինք, ուրեմն ես ուզեցի քերեցիկ նվերմը անել պատրիարքին 8 տարեկան էի, նվերմը որ սովորական բան չէր, նորը սկսած էի ցերակորձ աշխատել եւ այս գդորը աշխատեցա հadouk պատրիարքին համար որբեսի բդուղուդելու ժամանակ իր ձունգին տնե։ Կորձը իմս է, բայց անշուշտ անունս, որ բավական բարդ էր այդ տարիքիս համար, մորս օգնությամբ ըրած եմ։ Եվ գիտեք, այսպես ձուրպալեր կբադահին, եթե պատրիարքը ամեն գիշեր 7-7-ին մեզի գուկար, ես այս ցերակորձը բռնած ինք իր հadouk աթորը ուներ, ու ես չէի ցկեր ոևէ մեկը նստի, հոնգե ելեք գսեի ադի պատրիարքին աթորն է, ուրեմն այս ցերակորձը բռնած անհամբեր սպասեցի որ պատրիարքը մեր դում բիդիկա, այդ օրն ալ ուշացավ, ժամը եղավ 8:30 իմ քունս եկած էր ցերակորձը ցերկս քնացեր էի, երբ պատրիարքը գմտնե, ես խենթի մեզ վազեցի եւ սրբազան ասիցեզի համար աշխատած եմ, որ երբ բդուղն ուդեք ծեր ոտքերուն վրա տնեք, ինք շատ քնահատեց, շատ սիրեց իմ այս ըրածս եւ ամեն գիշեր իսկապես գտներ ձունգերուն վրա։ Տեսագետեն ամեն ընթացքերներս մեզ մեջ եկողներն մեզ մարաչվաններն ամենալ հիացող եղած են այդ մարդը։ Եվ օրինակ համար երբ որ իրեն երթային թասի մենք կսկայինք որ հսկայի թիմասը գեցեր ենք
Կարծես թե չկա, հիմա ուրիշ ուսուցիչներ ունեցել են, Կազանջյանը, Նորայ Սրբազանը, վարդապետներ ունեցել են, բայց այդ բանը չեն ունեցած այդ տպավուն, ոչ ես, ոչ եմ թասենգերներն, ինքը փասարիկ բան, օրամար ինքը գուխոցեր, երբ որ ներսես լամփորանացիան կամ շնորհալի են, կամ ասենք թե Հակոբոշական են, օրինակ Քարեքին Հովսեփյանի մասին մեծ շատ խոսած է, Չորոքջանի մասին ունի, երբ որ մեզ գտնել մենք կսկայինք որ ատմատիկ փասարիկ անձնավորություններ են, հսկաներ են, եւ ինքը ինչպես ասեմ, իր մեզերու հանդեպ հարկանք ուներ, չեր բաներ, ասեր որ ացիգանանգ են, երբ որ Հովսեփյանի մասին խոսեր, մենք կգարտենք, որ Հովսեփյանը, ինչպես ասենք թե, փիլիսոփայ կամ սուրբ է կամ այդ դպավորությունը մեզ ուտալ։ Դարիքիս հետ մեծնալուց հետ անշուշտ նաև սկսա դարբեր բաներ մտածել այս քիրքերու հեղինակները եւ Բադրիարքը երկուքնալ բանաստեղծներ են, քրողներ են, ուզնողքիս հարց կդայի, որ Բադրիարքը ասոնց նման քրող է, չէ, ասոնց նման բանաստեղծ է, եւ գիտեք, քովի բերել այդ երկուքը շատ դժվար էր, որտեղ մեզի համար բանաստեղծը քրողը միայն քիրքերուն մեջ էին։ Եվ չմոռանանք, որ Երուսաղեմը, որ այդքան գդրված է սփյուռքի մեջ, ասենք միջինարևելքի մյուս արաբական երկիրներեն, ուր շատ բանաստեղծներ, քրողներ եւ այլն գահանտիբիս, ահա այստեղ ես գահանտիբիմ առաջին բանաստեղծ քրողը, որուն գճանչնամ։ Ինքը Հնդկաստանի հայության մասին շատ գաղափար ուներ եւ մշակույթներու մասին։ Ինքը խիստ գարտացող էր, մշտական գարտացող էր, քիշերը հետը գնաց խոսիլ ամեն նյութի մասին, հա։ Իսկ հաջորդ օր երբ որ իր օֆիսը գտնայի, պաշտոնական էի։ Այսինքն պաշտոնական այն իմաստով որ միշտ ինքը քիրք ուներ, ընթերցող էր։ Հիմա Երիշե Բադրիարքի մասին շատ բան կարելի է ասել, կարելի է հադորներ լեցնել, բայց ինձ համար ինքը եւ Նորայր Սրբազանը դիպաններ եղած են մեր պատմության, թեև հայոց պատմությունը եւ հայոց հերոսները գշրող մարդ եղած էր։ Իրական լիդեր մներ ինքը, հա։ Գսկայր որ լիդեր մգկալեգոր։ Սերն ինձ համար այդ մարդը եթե ցիվիլ մնար հեղափոխական մնար գնար անթանանիկ մնալ։ Եթե քիտնական դառնար գնար Վիկտոր Համբարձումյան մնալ։ Եթե բժիշկ մնար գնար աշխարհի ամենազորավոր բժիշկները մեն։ Ինչ ուզես այդ մարդը ուներ հատկություններ։ Եթե Ամերիկա ծնած քացածլար որփանոցեն ինչպես Արամ Հայգաց եւ ուրիշներ քացին։ Եթե նախախաչեք 100 գնար Ամերիկայի արտաքին գործ նախարարները մեկն են։ Ուներ դաղանդ են, խոսելու դաղանդ են, բան։ Շատեր գային գսեն միան հայրեն գիտեր, չէ ինքը ֆրանսերեն գիտեր, անգլերեն գիտեր։ Մեր ասին արչե Ջերուսալեմ Post-ը գար անգլերեն գրված դեպի հայրենով կգարթար մեդի։ Թերթը եղած մեզ հայրենով կգարթար։ Այդ թարգմանելու տաղանդ ունել։ Ամեն մեկը չեր գնարնել։ Դուն թերթը գարտած եւ ուղղակի հայրենի թարգմանեց։ Սուրբ քաղաքի Փարեգործականի Արարատյան որփանոցին աշակերտել է յետք 1924-ին Մեսրոպ Սրբազանի ապա Գյուրեղ Վարդապետի դեստրության օրերուն գտնվի Սուրբ Աթորույս ժառանգավորած վարժարանը, ուր գաշագերտե Թուրյան Բադրիարքին, Փափկեն Գյուլեսերյան եւ Մգրդիչ Աղավնունի Սրբազաններուն, նաեւ Թորքոմ Բադրիարք Քուշակյանին։ Թուրյան Բադրիարքի ցերկով գցերնատրվի Սարգսակ, իսկ 1932-ին Թորքոմ Քուշակյան Բադրիարքի ցերկով Գուսագրոն Քահանա, որ զինք կվերագոչե իր մեծանուն նախորդին անունով Եղիշե։
1933-1936 գվարե Թորքոն Բադրիարքի Քավազանագիրի եւ անձնական քարտուղարի պաշտոնները եւ 1937-1945 կստանցնե ժառանգավորած վարժարանի եւ ընձայարանի դեսչությունը։ Բաներ ուներ, երբ որ թասի գնենք, մեզի Հայաստանին հայկական ֆիլմներ գբերել։ Օրինակ Գդորմի երգինք, Դժվիժջիգը, Սայապնովա, մեր հետը գտիտեր եւ գուրախանար։ Եվ մենք ալ բան չի գար եւ կնստեր ատնություն մասին գուխոցեր, ինչու համար ինչպես են, օրինակ համար ուրիշ բանը, ասեմ, ֆուտբոլի խաղեր Արարատի, խաղցված խաղեր, վիդեո քաշած փերել գուդար, մենք կնստենք հետը գտիտեին, ինքը գուրախանար այդ հաղթանակներում։ Եվ ամեն մեզ փերած ֆուտբոլի խաղեր միշտ Արարատը հաղթած էր, բան չկար, եւ ինքը այդ մեջ անանք ուրախություն կբաճարեր, իրեն որ գարդես թե ինքը այդ խաղին ներկա եղած է։ Եվ այդ կասետը կարնենք, ժառանգավորած կդանենք, ժառանգավորած դպրոցի մեջ կդիտեինք, ուրախություն էր, վերջ ագումբը կդանենք, ագումբը, այդին 2-3 հոգի կավակվենք, այդ խաղերը կդիտեինք։ Բայց այսօր ես չեմ տեսած, ոյ մեկ ուսուցիչ հիմա հարցնես ասոնք հայերը խաղալ գիտեն, բայց մարդը ուներ այդ հայրենասիրական ոգին։ Եվ որ ասենք թե Հայաստան կացած էր, աղան Սրբազանը, որ վերջեն Ավստրալիայու առաջնորդն էր, հոնկացած էր ուսանելու, գարձեմ հայագիտության թեր ուսանելու, որ պիտի կար վերջեն Մադենաթարանի նորայն Սրբազանին օգտակար պիտի լան, որ հարցուսեր են, սերը Սրբազան ցեզ ուր դանիմ, ուր գուզեք, սերը ինձ ֆուտբոլի խաղի, սեր ուրիշ բան, ոչ սեր, եթե գուզես դեմ դանին, ես գուզեմ ֆուտբոլի խաղի իմ ժողովրդից ուրախությունը տեսնալ։ Եվ գուցե երբ որ դանենք, անչափ ուրախ էր, երբ որ խաղը վերջացավ, Արարատը գսեր որ հաղթած էր, երբ որ պիտի դառնանք, ինքը օթոյեն իջավ, այդ ժողովրդին հետ քալեց։ Սրբազանը գործվի, չէ սեր, ես Հայաստանի մեջ չեմ գործվի։ Եվ գսե որ քնած քանի մի ժամ պետք եկա, այդ բաները մեջ գար։ Օրինակ համար որ գսեր վեապարը սերը որ Վասկեն վեապարը մեկ շաբաթով Հայաստան գնաց կալ սերը ոչ, սեր ինչու պիտի կամն 3 ամիս չեմ կար, սերը մեծ համար ավելի լավ է։ Եվ ամեն Հայաստան երթալուն առնված է 1 ամիս, 2 ամիս կմնար, որտև գցեր էր իր հողը։ Այդ հողի վրա ինքը ավելի ինքը ձորավոր գցկար, ուրախանար իր ժողովրդին հարաճ դիմություններով, օրինակ երբ որ Հայաստանը գզարքանար, այդ շենքերը կշինվեին, Ձեռնագապերտը երբ որ շինված էր կամ Սարդարաբադի այդ փացումին ներկա եղած մարդը ուրախանար իր ժողովրդին հարաճ դիմություններով վրա ինքը ուրախանար։ Չափազանց խիղճով մարդ էր, ինք որ որբ եղած էր, իր որբությունը չեր կործածած վրեժ լուծելու համար, այլև ամեն չանք թափած էր որբեր ուրախացնելու համար։ 1988-ի այդ մեծ երկրաշարժը որ եղավ, ես կհիշեմ մենք ընտանիքով եւ նոր դարվա արիթով եւ երկրաշարժին արիթով Բադրիարքին, այսինքն երկրաշարժեն ամիս վերջ ծնունդին Բադրիարքին կովկացինք, ցևով մը երկուքը իրար խառնելով սենք, չափազանց հուզված էր եւ սավ այս երկրաշարժը իմ կյանքս պիտի կարճցնե։ Չեմ ուզեր հավատալ, որ նորեն մեր ասկը այսքան որբեր պիտի ունենա։ 100 որբ կուզեմ պերել հրանտսավ այստեղ, 100 որբ պիտի պերեմ եւ անոնց կյանքը պիտի ապահովեմ այստեղ։ Այդ մեծ մարդու մտածածներ եւ նորեն գսեմ գգրկնեմ, ինք վրեժ չլուծեց իր որբութենեն, այլ ինքը այդ դարձուց որբեր ուրախացնելու արիթը թերևս սխալ բառն է, բայց արիթը այդ իր որբությունը գարձես իրեն դեղ դվավ, որ ինք հայր լար,
հորը գարջ վայելեց, բայց ինք հայր եղավ, եւ հայր էր բոլորին։ Բայց ասեմ թեփը, որ ցույց կտա իր վիհանցությունը եւ իր քաջությունը։ Ինքը գսրեր սպորտը, հա, մանավանդ լողալը, եւ ասենք Tel Aviv-ն անտին ծովապներ կան, ուր ասենք Սեզարիա եւ այլն, ուր ազատ, այսինքն ծովը գնաս լողանալ։ Ուրեմն մեզի ցանոթ Սերոպը գա Яփայի եւ անոր հայրը հանգարց ալիքները կբարձրանան եւ իր հայրը Սերոպին հայրը եւ բադյարկը պիտի խեղդվեին։ Ուրեմն Սերոպը ուղղվեցավ թեպի բադյարկ, հա, որ ազատ է։ Բադյարկը հագարակ որ ինքն պիտի այսինքն ընկերներս կամ պիտի բաներ ցերկով նշան արավ Սերոպին որ կնա հայրդ ազատ է նատ ինձի։ Այսինքն մեծ վիանցություն բանն է եւ քաջություն։ Օրինակ մի անգամ որ հասկանենք որ մեծի շարատության նյութ տված էր քրեցեք սեր օրարիայի մասին մենք գրած ենք որ արդոկանուխ կարթնանք ուրախությամբ երեսնից կլվանք եկեցի գերտանք կաղոթենք ու քանք նախաճաշ գնենք սա ամենքը տասուտախոցենք ոչ մեկը սա ես է ժարանքա որ եղած եմ որ ուրախությամբ չեմ կացած եկեցի երեսնից լվալու ուրախությամբ ամենքը սա գսավ ժամանակության գսպացեինք վերջանա որ երթանք նախաճաշինենք բայց ասիկա մեր հայրերուն ավանդությունն է իրավունք չունենք անդոնք խափանելուն բարդավոր ենք բահելուն ադորամար սա այսօր բադիակ եմ ոչ քենտեր գնեմ եւ չեմ ուզեր որ մեկը ուշանա եթե մարդը իր բարդականության մեջ կդգարանա ոյ մեկ օրդի մեջ կդգարանա Ավելի ուշ, երբ ես ալսկսա արդեն դպրոցի շարադրություններ կրել եւ լավ քնահատականներ ստանալ ուսուցիչս գարտալ գուտա շարադրությունները ստացանին արչեվ կամ դպրոցին մեջ ուրիշ դասարաններու թիմաց եւ այլն դունալ գարտայի եւ շատ գուզեի որ Երիշե բադրիարքը անպայման լսե շարադրություններս Ես ինձի փոքրիկ քրողը հրճագերեի ճագերտներու մեջ եւ գարտայի բադրիարքին եւ իսկապես ինք կքնահատեր ատիկայի մեջ շատ կսիրեի Գաբուդիկյան եւ իր մեր լսած էի Գաբուդիկյանին մասին ինք շատ կքնահատեր Գաբուդիկյանի գամքը Գաբուդիկյանի զորավոր գինը լալը եւ այլն գիտեք սովետի ժամանակ թիմանալ շատ բաներու բայց նաեւ ունենալ ուղիտ քուջամփատ եւ օրը երբ եկադուն եւ խոսեցա նաեւ Զաբել Եսայանի մասին եւ սի հայտարարեցի որ ես երկու գին քրող շատ կսիրեմ Փանաստեղծուհի Սիլվա Գաբուդիկյանը եւ Արցակակիր Զաբել Եսայանը բադրիարքը նայեցավ եւ ասավ իսկ ցուն որ մեկը գուզեիր լալ հարցը շատ անագնկալ էր եւ բեչեր զանազանություն տնել այդ երկուքի մեջ ես կուզեմ Անուշ Նակաշյան լալ խնդած գեցես սավ աբրիս ուրեմն բիդի լաս այդտեղ նաև ներկա էր մեկը որ չեմ գիտեր թերևս փոքրիկ նախանցը ինչ մշարժեցավ մեջը եւ սավ հավը երազին մեջ գուտ կդեսնե բադրիարքը շատ փարգացավ եւ սավ երբեք չես գնար հաստիլ քու նպատակիդ եթե երազ չունենաս մեկ բան գիտիր որ երազը պետք է իրականացնել Այս խոսքը միշտ մնաց մտքիս մեջ եւ ես իսկապես երազներուս հետևողը եղա երազներուս յետևեն կացողը եղա որովհետեւ ինչ որ գիրականանա կյանքիդ մեջ այդ քու երազը թե Ամեն բարակային հայրենի Սիլվա Գաբուդիկյանին շատ գահավներ հետո Աբեդիկ Իսահակյանին հետ Տերենիկ Դեմիրճյանին հետ ամեն բանի ասենք Հայաստանի մոտավորականության ծանոթ Իր ամենեն սիրած փանաստեղծը եղած է Թանիել Վարուժանը եւ իր ամենեն մոտիկ բարեկամը եղած է Հակոբ Ղոշակյանը
որը մեզ շատեր գսեն Հակոբ Օշագանի աշակերտ է, ոչ, աշակերտ չէ եղած։ Երբ որ Հակոբ Օշագանը եկած էր, Եղիշեբադիակը Թբրոսի տեսում, բարեկամացած էին իրարից, եւ շատ մոդիկ։ Օրինակ Օշագանի մասին գտնում է, երբ որ 1937-ին Թորքոմբադիակ Քուշագյանը գխրկե որ Փարիզ բուժվի, ուքա Եղիշեբադիակին գսիրել որ մեր դղա սերը գրնաս Սուլտան Ամիդին ոսիգաններուն կաշերել, պաս մահը չես կնան, ինձի սերը բժիշները 6 ամցվա կյանք տվին, 6 ամցվա կյանք ունին։ Եղիշեբադյանը անջամանակ վարդապետ էր, ծերին այրս էր Օշագան, ես շատ հավատացյալ մարդ չեմ, բայց մեկ բան կետիս եմ, եթե նստիս քրես հայ քրագանության 10 հատորները համապատկեր արմեդա հայ քրագանության, որը սկսեր գրել, խոստված էր որ պիտի գրել, թուն ես քեզ խոսք տամ որ թուն 10 տարի պիտի ապրիս։ Գսենք խնդաս փանչրա, բայց ուզես հավատալ գսեգոն։ Եվ քանի որ վեց եկավսա որ դղա ասածը չիդագ է։ Եվ Օշագանը 37-ին 47 ապրեցավ 10 տարի մոտեբեց։ Վարժարանի դեսչության 8 տարիներուն իր ջարդար վարվելագերբով, վարչագիտական ցիրքերով, աստեցիկ եւ արինքնող գեցվածքով գտարնա ոչ միայն վարժարանի եւ ընձայերանին ուսանողության, այլ իր Փարիզ սրտով եւ քաղցր հոգիով սիրելին նաեւ ժողովրդին, որոնք կփութային իր բادرակներուն եւ կսպասեին մանավանդ իր քարոզներուն։ Արեգամար ոս ապրիլ 24-ի բաներ գլար, հանդեսներ գլար։ Մեկ հատ արաբ երաժիշտ մեկար որ Օգոստին Լամա գսեին, որ Սուրբարության օրգը գնվակեր, գնիգը հայ էր։ Որ մը եկերեն ապրիլ 24-ի հրավիրված են, եւ գսե որ մարդը ինքնալ եւ երաժշտության տասադված է դառնա աշակերտներուն այդ ֆրանցիսկաններու դպրոցի մեջ գսե երբ որ գսե աշակերտներուն գբատնե երբ որ գսե քացի բանին հանդեսին մարդիկ ելան խոսեցան ես փամը չհասկացա գսե վերջավորության գսե ասոնց բադիակ ելան եւ սկսավ խոսին գսե ինքը ինչ որ խոսեցավ ես ամենը հասկացա Գնիգ իրեն այդ պամը բիդու խոսի, գնիգն գսե լրե հիմա, ես մտիկ կնեմ գոն։ Գսե անիկա հայրեն գու խոսի, թուն հայրեն չեց ինչ բեն։ Մի խարնում է գսե, ես ինչ որ ինքը խոսեցավ, ես հասկացա գսե։ Որդև խոսելու արվեստ ունի։ Գսե, և իրաբեսան, երբ որ գելլար ապրիլ 24-ի մասին կամ ոյ մեկ բաներ մեկ, ամենքս ապշած իրեն մտիկ կնեին։ Իր քարոզները նգամար 10 վարգյանեն ավելի չեր դվել։ Խոսելու փասարիկ շնորհք ունեն, ոչ մեկուն քով ես ադիգա դեսեր եմ։ Եվ շատ կարևոր բան չմոռնամ ասելու, ասի լսած եմ։ Ես իր քարոզները կարդացած եմ, քարոզները լսած եմ։ Սակայն դա քրկրական անի որ գբատմեն ավելի հիները, այս գիրագի եկեղեցի չէ իրեկած։ Գինը ուրիշ կնոջ մը գսե չէ չգրցակալ, փախծուցիր Եղիշեբադրիարքը անան քարոզ մը կարդաց, եւ ինչի մասին էր, չեմ գիտեր, բայց շատ մեծ քարոզ էր։ Գիտեք, ադի իր ցայներ, իր գեցվածքներ դարձյալ, իր այդ խոսելու ցևը, գսեմ ինք ներգայություն էր, ինք բարդատրող էր այսպես։ Արտաքին մահացումներ շատ են փորձված մեր վրա, սակայն մենք ունեցած ենք միշտ հոգեկան ուժը զոր վերլուծել թուրին չէ, որուն մեջ կմիանան և կնույնանան դեսու, գրոն, ավանդություն, սեղային ընդունակություններ, ենելու համար կենսունակ և ուժեղ, ապահովելու անոր կոյադևման խորհուրդը։ Մեր ժողովրդին ողջագեզը քաղաքական փաստը ալալ է ավելի մեր հոգին արմունն է, այն ոգին, որ կիցած է ժամանակ ոտնհարել
հակարակի վրա տեղացած հարվածներուն։ Վիրավոր բայց հզոր հոգիմը, որ ունեցած է անծանոթ հեղումը հզորակուն երազին, զոր արևելքը ոստանացը լա երբեք։ Ժողովուրդը արտաքին այս հարվածներուն թիմալու համար պետք է գիտակից լա իր ներքին արժեքին։ Մեր նախահայրերը չեն մեռած լալու համար միայն, անոնց այլ ճակատագրական կեսվածքին մեջ կա մեր ժողովրդին կատարելության գաղափարը։ Մենք տարբեր ենք ուրիշ ժողովուրդներեն, ոչ միայն մեր ինքնությամբ, այլ մանավանդ իրագործելու կերպովը վերածելու մահը անմահության արշալույսին։ Եթե մենք կարենայինք սիրել անչափով, որքան որ կսիրենք մեր մեռելները, այնադեն տարբեր վիդիլար մեր վերաբերմունքը իրարու նկատմամբ։ Մենք իրապես սիրած կլանք մեր մեռելները, երբ գիտնանք հաշտապին ողջելու հետ, այս է ապրիլ 24-ի քրակուն պատկամը մեզի, սպանթեն ազատողներուս։ Եղիշե վարդապետի դպրոցի դեսչության դարիներուն ժառանգավորած վարժարանն ու ընձայարանը Գաբրի Ոսկեթարյան շրջամը, շնորհիվ Թորքոն Բադրիարքի, Հակոբ Օշագանի, Շահան Բերբերյանի եւ ուրիշներու։ Միապանության ներկայությամբ, ուսուցչության եւ աշակերտության մասնակցությամբ դեղի գրենային տասախոսություններ, քրական երեգոներ, սկսնակ մտավորականներու եւ փանաստեղծներու փորձեր, որոնք ներկաներուն միտքն ու հոգին գլեցնեին իմացականությամբ եւ ճաշակով։ Իրան փորձ կյանքին ընթացքին քաչալերած է երիտասարդ քրողները, արվեստագետները։ Քննադատներ եւ քաչալերողներ նոր երիտասարդներու իբր քրող։ Ուրեմն Անուշը, որ հիմա արդեն ծանոթ քրող է, գիճանշտա իրենց տունեն ամենն գոհավանավոր էր եւ գքաչալեր էր։ 1986-ին երբ դուն դարձա Երուսաղեմ մանգի գովմը Բանաստեղծությունը գրածեի եւ հեմին դված հայ երիտասարդացիության երամսիային դուս մասին բոնջու խաչկեր Բադրիարքը գլսե եւ լուր գրգեց որ Անուշը գուզեմ գարթա ներողություն Անուշը գուզեմ տեսնել մորս հետ այսպես իրար անցանք ասի բայց թերմարտ չգիտեր որ ես պիտի բաժնվիմ Բադրիարքը ինչու կգանչեզիս երբ կացի այսպես Հեմը այդ էջուր բանաստեղծությունը սկար սեղանին վրա թրված էր գուզվիմ երբ կհիշեմ որովհետև մանավանդ կյանքիդ մեջ դխուրորերու բզդիկ խոսք մկնահատական ադամ փոչ գարձես արշալույսը գբացվի Բադրիարքը բանաստեղծության ստակ գրած էր թուն բանաստեղծես լեզուս կապվեցավ ասավ Ասելիք չունիս, ասի շատ զգացված եմ սրբազան, իսկ ուրիշ բաներ գրած ես, այո ունիմ շատ փեր պիտի գարթամ ասավ, ես պիտի հրադարագեմ քո բանաստեղծություններդ։ Ինքը գնար կալ ժառանգավորացիոն է մեր հետ նոր դարին 31-ը մեր հետ գանցինել։ Ես չեմ գտել մեզ մարաշման ինչպես, բայց 31-ը մեզ հետ գանցինել։ Հետո երթայր քովը նստեր ինքս իբրև բադիակ չէ, իբրև քեզ իր հարադատ զավակին պես քեզ կհարկեն։ Իր կորձերու մեջ անգամ գա համեստություն։ Ինքը քորոզ մարդ չերս էր ես եմ բադիակը գամփան։ Որեգամար երբ որ մենք ժառանգավոր ենք, ասենք թե խնդիր ունենայինք, մարդը մեզ իր հորբես մտիկ կներ։ Չեր անդեսել։ Խնդիր մգլար գուքար լուզելու մասին գմտածել։ Այդ խնդիրը գլուզել հայրական բանով։ Մահին քանի օր առաջ ես համալսարանին եկած էի եւ բիդերտայի կորձի մայրս պատուհանին դեսա որ Եղիշե Բադրիարքը թեպի մեր կողմ գուքա հրանցավ Բադրիարքը այս կողմ գուքա գոր ցերեգեր Վազեցինք թուրը պացինք, մդավ առաջին խոսք եղավ, ուր է Անուշը, այդ շրջանին ես շատ տասախոսություններ գուդայի քրողներու մասին, Սևակ, Չոբանյան եւ այլն հայ երիտասարդացիության մեջ,
եւ բադրիանոք գհրադարակվեին գդպվեին թերթին մեջ բադրիարքը գարտացած էր եկավ սավ անուշը մեր առաջին ու միակ մտավորական գինն է Երուսաղեմի մեջ միակ փանաստեղծուհին ինչու աշխատանքի երթած թում պիտի կրես ես ասավ քանի մորեն անգլիա պիտի երթամ կորձողությունը պիտի լար վիրահատությունը եւ վերաթարցիս պիտի փերես կորձերը ցավ պիտի հրադարագենք թում պետք չունիս աշխատելու իսկ եթե աշխատիս վանքի մեջ ես քեզի մեծ պաշտոն պիտամ թուն միայն պիտի կրես ճշմարտաբար 3 օր յետք մահացավ բայց իր քնահատանքը միշտ ինձի այսպես ջամփապ թևերդված է գրնամսել թևերդված է 1957-ին մինչև 69 դարիներ մի քիչ բալյակ սրբազան հոր ուրեմն շփում ունեցա եւ իր գարավարման ցերնադեսա վարչական գարավարման ցևը թեև սա ասեմ ինքը միշտ հայրապարկ մոդենար բոլոր իրենքացողին հայրապարկ մոդերը հոգչետ է իրեն հագարակ լայն եւ այլն եւ ինքը որովհետեւ ունե բարձր ոգի ուներ չուներ չէ փանաստեղծները կամ քրակետները ընդհանրապես բարձր ոգի ունենան իրենց միտքը հոգին ավելի բարձր է եւ այդ ջղջիմ բաներով չրսպաղր կյանքի մեջ Անշուշտ մարդու մասին, մանավանդ մեծերու մասին շատ կարծիքներ կլան, իրար հագասող եւ այլն, բայց այդպես է, մեծերը պիտի խոսվին։ Ժամանակը միայն գորոշ է, թե ով ինչ էր, ով կմնա եւ ով չի մնար։ Իր քիրքերը լա գարմիր զորավարը մակտաղինեն մեղրամոմե հետանոսած արաքյալը այդ բոլորը գխոսին մարդու իր ներքինին իր ցավերուն մասին նաև իր եթե հավատ չունենար նախ չեր գնար օդարագանը քրել Հիսուսի կյանքի մասին կամ լուսավորիչը կամ հետոնոսը սարակյալու եթե հավատ չունենար ատեգա չեր գնար իրեն համար արարածը սրբություն էր այո այնպես կխոսեր Արարատին մասին ես անպայման գուզեմ քանի մտող գարտալ այստեղ Գարմիր զորավարեն ու գնայիմ Արարատին հայ աշխարի փոցեսյունին որ միայնակ կեցած է լուր թաշտին վերև Արարատյան որպես արքամը հինավուրց գլուխին թակ արձաթահյուս աչքը սևեր ավարայրի մարդաթաշտին Զանքուն հերվեն գհնչեցնե ռազմի շեփոր, արակadzեն ու մասիսեն, փանակներ ու նման գիչնեն, ամբեր գաբույդ ու գշարվին ախուրյանի ափերուն շուրջ։ Հայելիեն մեր անցյալին, այս իր շատ սիրած դողն է, հայելիեն մեր անցյալին շատ տեղեր համտիբած ենք, հայելիեն մեր անցյալին կամ հայելիեն ժամանակին, իմիջայլոց ինք փարաստեղծ փանաստեղծ էր, գստեղծեր նաև փարեր։ Դարդացոլա փանակնահա ավարայրի երգաթազեն ու գադաղի իջած զունգի խարույգին շուրջ որ գվարի զերտ մորենին ոսկորներեն հերոսներուն ու սուրբերուն բաշտամունքը հավերժական հայրենիքին Իրավունք չունենք ատելու մեր թշնամիները ով որ կատե կհավասարվի իր թշնամիին ամեն թշնամի անծանոթ բարեկամ մնե եթե հանցանքներ իսկ ունի արժանի է մեր քութին եւ սիրուն Բոլոր մեղքերը կբխեն ուրիշներու դեմ մեր ունեցած ատելութենեն։ Ով որ կսիրե, ունի արդեն իր հոգին մեջ ուրախությունն ու հատուցումը իր արարքին։ Թշնամիները սիրել միակ կերպն է վերջ տալու ամեն կարգի ատելության։ Սիրել իր մերձավորը կնշանակե սիրել ինչ որ հավիտենական է մարդուն մեջ։ Սիրել ազատագրել է հոգին հասնելու համար Աստծո եւ խաղընկեր ըլլալու հրեշտակներուն։ Մեր հետն է ան Ավարայրի հերոսնան մահ,
երեք այսօր ու հավիտյան, կոդիեն գաղթեր գերգարի շուկը սուրին արյունագատ, և այդ սուրով գզարն է ան արարատին, մեր բատմուչյան լացի պատին։ Հրավիրելու ողջերուն հետ մերելները իջած հողին, ասկի առաջ 60 տարի գրակներով նիրենց ողին ու վրեժին, հրթեհելու սիրտն ոսոխին, բայկարին մեջ վաղվան գարմիր։ Վարդանանցն է գարմիր զորավարը, 60-ամյակն է մեր նահատակներուն, և միշտ այժմեական են այս տողերը։ Կյանքը վերածված է չարիքներու շղթայիմը, բայց դուք հակառակ մի կենաք չարին և մի պատասխանեք հարվածին հարվածով, ընդունելով չարագործին սկզբունքը։ Մյուս կողմեն մի լքեք ասպարեզը չարին, ձեր նվաստ փախուստով։ Ձեր կռանակեն հարված տվողին դարձուցեք ձեր կուրսկը, ամոտանկի հրավիրելով անառնական հանդգնությունը մարդոց։ Մի իջեցնեք ձեր հոգին ատելության մակարդակին, ով որ կրնա հաղթել իր անձին, անիկատերն է իր թշնամիին։ Միայն տկարները վրեժխնդիր են, սուրբերը լոկ կրնան հեզություն սորվեցնել գայլերուն։ Ինչպես տեսնում եք, սա ինքնաճանաչողական, ինքնաիմացության և ինքնագիտակցության կոչ է։ Ես օրինակ համար ժառանգավորություն են գուզեի և ասնություն մասին Քարեքին Քազանջյանին հետ խոսած էի, բայց այն ժամանակ բան չկար, կոմպյուտեր չկար, typewriter կար։ Եվ մենք որտեղ են ոչ միան թիվանի մեջ typewriter կար, բանի մեջ չկար, չունեինք։ Եվ այն ժամանակ մենը ես ասում բարոն Սահակին կովը գետայի ֆոտոկոպիրը հավաքած էի իր դված քարոզները եւ շրջամնա իրեն ադվի որային ծրպրակրեր եւ ունիմ նա թուղթերը կողոց մի չեմ բահացեմ ծրպրակրած բաներ ունին բայց երբ որ այլևս 96 կոմպյուտերները ելած էին երբ որ սկսա բادیակարան աշխատել թորքոն բادیակ ժամանակ կոմպյուտերում բերին մեր օֆիսը Չեմ մեկ մատով գշարեմ 10 մատները չեմ գնար կորտադին Եվ ես հավաքած եմ իր քարոզները առաջին անգամ ոսկե մադյանը մոտավորապես 70 հատ քարոզներ են ապրիլ 24-ը համապատկեր հայ հոգևորական եւ ասկային թեմքերու մադենախոցականք եւ մեմնալ ինչեր 5 հատ հավաքած եմ հիմա ունիմ պատրաստ դվակրության ընդհանուր եկեղեցու պատմությունը ներսես լամփորոնացի մասին նոտ եւ նիշք ունիմ քարոզ խոցելու արվեստը հավաքել եմ ասում ցերակիր են չեն դված սիոնի մեջ չկան սիոնի մեջ ակա բայց հանդիպները կան անգևեջ ունիմ հավաքած եմ ձանածանք ձանածանք հոտվածներ օրինակ շատ ավորդ հեքիաթներու սևով Հիսուսի կյանքեն հայկական բաներ ունիմ ացանք հավաքան մոտավորապես 6 հատ մնա ունիմ հատված դե բարերար մկտնամ դիտեմ դվակրության պատրաստին այսին հետ մահու 11 հատ քիր եւ ամենը մեկ մատու Եղիշաբադիարքի մասին երբ որ բիդի խոսենք ինքը ջանցված փանաստեղծ մնա փանաստեղծություններ գրած է եւ արցակ գրություններ ունի որոնք դպված են անշուշտ որոշ չափով մարդիկ կօգտվին 1944-ին յուրեր ձայրակույն վարդապետի բադրյարկ ընդրվել են ետք, Եղիշե վարդապետ կնդրվիլու Սարարաբեդ Սուրբ Աթորին և անոր անժամանակ վախճանում են ետք 1949-ին դեղաբահ Երուսաղեմի բադրյարկության։ Իր դեղաբահության 7 տարիները քաղաքական ձանր տարիներ էին Բաղիստինի աղետին իբր հետևանք Միապանությունն ժողովուրդը մատնված էին ձանր վիճակի, եկամուտի աղբյուրները փակված էին և համատարած անկորձություն գտիրեր։ Եղիշե սրբազան
չանք չի խնայեր գոչերով, թիմումներով, դերգայանալու բաղեստինեն թուս աբրող ասկային մարմիններուն և կաղտած ունևոր սաղիմահայերու, որ օգնության ցերկ մեկնեն այս թարավոր հաստատության և անօգնական մեր ժողովրդին։ Մարդկանց օգնելու գամք մուներ որոշ չափով, օգնել գսիրեր և մարդիկ օգտված են իր մե։ Եվ անշուշտ ամենաշատ ես շատ կքնահատեի իր այդ բարի ճիղը, որ գուզեր հիվանդներու օգնել, խեղճերու օգնել և առանց ցայնի։ Այնպես չէր, որ պիտի հայտարարեր, թե այսինչ բան արի, այսինչ բան արի, բայց պիտի օգներ։ Օրինակ շատերուն ասվանքի մեջ առանց բանի գրնամսել չկա մեկը որ մեկում նյութական կամ բարոյական օգնություն չէ ցուցաբերած եւ այն ժամանակ հիմա կամպես 200 հոգի չկար հիմա օրինակ մենք ինշուրենս ունենք բժշկական ապահովագրություն ունենք որ բանկը մեծի բարձր չէ ամեն ինչերնից ունենք օրինավոր թուղթեր ունենք այն ժամանակ չկար հիվանդին օգնած է եւ նույնիսկ քիտնալով օրինակ մենք դունի մեջ կաբրեին Աննա Սիմոնյան գսեին ադոր երիտասարդ աղջիկը 16 տարեկան ինչ կսեն կանցերի հիվանդությամբ բռնվել եւ ինքը երբ որ գտե որ այս աղջկան դարած են ֆրանսական հիվանդանոց բաբային առանց ծնողքին լուրին հատած բանեն ֆրանսական հատասակը տարածել դված է փոխադրել դված է որ հոմ բժշկություն ավելի զորավոր են եւ երբ որ բժիշկներուն նսերեն հույս կա որ այս աղջիկը գրնա փուժվին բժիշկները սերեն 1% գրնալա փուժվի բայց 99%-ը հույս չկա եւ հիմա կվամբես են եւ այն ժամանակ օրինակ $60,000 չափ տրամ դված է որ այս աղջիկը եւ աղջիկը վախճանեցավ Եվ որ միրեն հարցուսեր են, ինչու դուվիր, գիտեիր որ պիտի մերներ ատիկա, բժիշկները իրենից են։ Ես օրմը չսեմ, խիճես մեջնիտի պանչելա, որ եթե ես at տրամը դայե գնար at աղջիկը փուժվին։ Շատերուն, օտարներուն անգամ օգնած են։ Եվ ադեններ, օրինակ օրմը, սա որ հավեշներն նեղության մեջ են, միապանտյունը, սա արա $5,000, ասե բադյարքին գոմեն է, հա? Terpidika. Միշտ ինքը զածուկ, հա? Եվ առանց ամուգի գոքներ անհատներու եւ գիտեր որ անհատը որ գմոդենա չի այսինքն ծավալը։ Եվ ինչպես էսի որ բարիկնել շատ կսիրեր գլսե որ հայմը փանդին մեջ է որ գարիկունի երևի եւ նյութականի եւ բարոյական խրատներու կամ բաժերքը գգապվի ադորետ Մարդը նույնիսկ հավատքի գուկա եւ տեք փանդին մեջ ցերակորց եւ այլն գնեն օրը բաժերքը այդ մարդուն փանդարգյալին ցերքի կորձը արած եկավ մեզի եւ սավ այս անուշին համար փերածեմ որպես կնահատանք իր հավատքին որ ինքը պիտի լա անուշնակաշեն Եվ բայց հետաքրքրական փամփնալ գսեր մեկ երկու անգամ ասած է օրինակ երբ ասած ենք սրբազան այսպես սրբազան այդպես ինչպես գսեր իմ աղոթքս քեզի գրնա օգնել բայց նախ թուն պիտի հավատաս որ գրնաս անել այդ բանը թուն պիտի ունենաս հավատքը թե ոչ իմ հավատքս քեզի չօգներ Բայց երբ հավատքերը գմիանան, այնադեն է որ կկործե։ Սերոպե սրբազանին թաման գերտան, Ֆրանսա, որ իր ամենեն մոդիկ բարեկամները մեկը եղած է, երբ որ օթանավը գելա, պայլոտը գուքա, իրեն գսե, նայր գսե, ես 10 տարի ամուսնացած եմ, զավակ չունիմ։ Գուզեմ, որ աղոթեց, որ ես զավակ ունենամ։ Հիմա Սևան սրբազանը եւ Վահանը գազեմ որ ուրիշ բանը պիտի սե, այսին խնդա Որը մա պիտի սեմ որ այս ապուշի զավակ չունի եկեր ինձ գսել։
Ասա որ ոտքի ելավ եւ մարդու վրա աղոթեց։ Վահան ծրբադանը ծրբադան մենք կադեսին որ տուն ուրիշ կադակ բաներ մինը։ Ասերը մարդոս հավատքին հետ խաղ չլան։ Չնեգսերը չխնդա։ Ինքը կհավատա որ եթե ես աղոթեմ ինքը զավակ բնին անիկա իր հավատն ոչ թե իմ հավատքս է։ Եվ որ գսե որ ասեք 83-ին նույն օթանավով 88-ին Հայաստան մի դերթային որ եպիսկոպոսերն ատերվին այդ փայլտը գոքա սերկը երեխամը բռնեց գսե ես ասեկա քու աղոթքով ունեցան գսե չէ գսե ադեգա քու հավատքը դեր տուն գահվադար եթե տուն չհավատայր ատվածքետ ատավագը ես բարձավես աղոթել եմ Տուն գահվադային 1951-ին Գևորգ 6-րդ կաթողիկոսեն գնչունի եպիսկոպոսական ցերնատրություն օձագից ունենալով Աբակա ամենայն հայոց կաթողիկոս Վասկեն Վարդապետը եւ Նորայր Վարդապետ Բողարյան մեծ հայակետը 1956-ի աշնան իր բացակայությանը Երուսաղեմեն Դիրան arczepiskopos Ներսոյանի եւ իրեն համախոհներու գազմագերբած աբորեն ժողովներու որոշումով ոչ միայն գբաշտոնազրգեն օրվան դեղաբահ Եղիշե arczepiskopos Տերտերյանը այլև գվդարեն միապանութենեն իսկ իրեն եպիսկոպոսական ցերնատրության օձագից եւ արդեն ամենայն հայոց կաթողիկոս Վասկեն առաջինը գփիլոնազրգեզինք առնելով նաեւ արքուչյան տիտղոսը որ անգդանի խոնարհությամբ Այսուամենայնիվ 1957 թվականին եթե չեմ սխալիր Տիշպախտապարը սկսավ բայկարը Եղիշե եւ Դիրան եպիսկոպոսներու միջև եւ այդ արդիվ դիրանագարները այստեղ էին Եվրոպայեն Ամերիկայեն եկած էին որովհետեւ բանկի վիճակը գարկավորեն բادرքնդրեն եւ այլն ես որպես ուսանող ուրեմն երբ 1957-ին բայկարը սկսավ Դիրանագանները ըստիս զայրահեղության կացին այն իմաստով որ ժողովուրդը ուրեմն միացուցին իրենց բայկարի մեջ եւ առավել բոլոր եկեղեցիները առավել ժառանգավորած սարերը այլ խոսքով այդ առավոտ ուրեմն Դբրոսը փակվեց ասելով որ ցույցի մի երթանք ոչ մեկ բան լուր ունեմ ուրեմն կացինք բանկին թուրը եւ ես դգարը ունեմ չկդա ուրլալը եւ բանկին թուր կացինք ուրեմն հակի մատկար եւ այդ օրվա թերթը քնեցի ես եւ Թրան առաջ էի ուրեմն նկարի մեջ ես կամ այդ նկարը չկդա ամենատեպս երբ որ բոլորը հավաքվեցան ուրեմն Ջամփայրան թեպի քաղաքապետարան Ջանաբարին ուրեմն անշուշտ որ ցույց կնես լրիք մնչիկ չես կաներ գբորած ուզածդ ճուզածդ եւ արդահայտությունը սկսան սերսելով որ թող խոսի Դիրանը թող լրե Եղիշեն կամ բարձրանա Դիրանը անգցի Եղիշեն ես 16 տարեկան կամ 17-ի ձայրը հասնած ոչ Դիրանը դեսած եմ ոչ ալ Եղիշեն դեսած եմ այդ վարգյանը որ ես ըսկացի ապրեցա ասի ես Եղիշեական եմ ասել առանց տեսնելու Եղիշեն չեմ գիտեր ինչ կար մեջս կամ ինչ խոսեցավ մեջս այդ տարիքին այդ թադաությամբ ես թիրքս որոշեցի ասելով որ ես կողմնակցեմ Եղիշեին այն իմաստով որ այնից որ բադայեցավ ես բոլորովին սխալ տեսա
այդպես արտահայտություններ պայքարանելու պետք է չունես։ Թե Իրանը եւ թե Եղիշեն չափահաս մարդիկ են։ Կնան կովիկալ, եթե իրապես կսիրեն վանքը եւ վանքին համար պիտի աշխատեն, անպայման ճամփամը կգտնեն։ Առանց գրվելու եւ առանց եւ պայքարին վատ գոմերը մեկը այն էր, որ ժողովուրդը բաժնվեցավ։ Սկսան իրար ադել, սկսան իրար հետ չխոսել, իրար չայցելել եւ ինչեւ այսօր դանգավին ընտանիքներ կան, որոնք իրար հետ հարաբերություն չեն պայքարի պատճառով։ Եվ այս Եվ այդպես եղավ, թեև ես եղեշական չեղա, կորզականորեն, որով դարիքինից կնամանել, ամենանտևս, բայց ինձ որպես տիրանական գճանչնային, մինչև այն ադեմ, որ տիրանի մարդիկ ասկողներ էին։ Եվ ինքը միշտ արտահայտված էր, որ ես եկեղեցականներն զատ ուրիշ թշնամի չեմ ունեցած։ Եվ անոնք ուքան ինձ համար ամենը նախանց են, ինքն, որ ոչ համասարան կացած էր, ոչ մեկ բան, Երուսաղեմի մեջ, ամբողջ կյանքը Երուսաղեմին ասած է, 3 հատ պայքար տեսած է, 3-ինը հաղթած է, 3 պատերազմ տեսած է, 3-ինը վանք ապահով ցկած է, եւ ամբողջ կյանքը հոս։ Չէ բադիակը լալը, 2 անգամ Ֆրանսիա կացած է Թորքոն Բադիակ Քուշագյանին իբրև խավացանագիր, անգևեջ ուրիշ տեղ բադիակը լալեն վեճ չէ որ ալևիտ ճամփորդոտ է Ամերիկա, Եվրոպա աստեղեր կամ եւ 50 առաջին անգամ լալով 51-ին Հայաստան եւ Իսկոբոց 4 տարի երկարող Դիրան Եղիշե պայքարեն յետք 26 մարտ 1960-ին գվերաթարնավանք եւ գնդրվի Բադրիարք Հայ Երուսաղեմի։ Բնականաբար գվերաթարցվին Փիլոննև Արքուչյան բադիվը։ Ի վերջո 1969-ին Եղիշեն վանք ուրեմն գարավարական ուժով եւ գահայդարարը այդ օրվա կումարված ժողովի մեջ սելով որ Սուրեն Սրբազանը դեղաբահեր կամ կորդուց վարիշ էր ամենը ճիշտը դու վարիչի լսավ ես քեզ չեմ ճաշնար Եղիշեն միդալակու դեղած եւ այդ ծով Եղիշեն ներս մտավ բռնի ուժով ծով եւ այդ էր իմ առաջին բադգերը այս ընդհանուր պայքարի մեջ որ դեսա եւ հետո որպես ավելի հաջողի Եղիշեն գլխավոր կորձոնները դիրանականներու պետք է որ վդարվեին մեկը Թորքոմ Սրբազաններ անադեմ Վարդապետեր եւ Շինորք Սրբազանը Լուսարարապետեր ուրեմն տասի ժամանակ հայ Թորքոմը մեզի տասկու դարանքներենի որ Ամերիկային եկած էր ասելով որ թիվանան մեկ եկավ ասելով հայսուր քեզի թիվանեն գուզեն շատ կարևոր է 10 թողուց եւ քնած եւ այլևս ինքը չտեսանք երկրին վդարված էր նույն ծավալ վդարվեցավ Շնորհք Սրբազանը որովհետեւ ինչպես երբ երկրի մեջ մնալու դեվական մնալու իրավունք չունիս ամեն տարի վիզա բիդի արնստեվով չէ որպես չնորոքեցին եւ ացող երկրի դուրս վիվադատար եւ անգետ սկսավ բան ընդրություն եղավ եւ Եղիշե Բադրիարք ընդրվեցավ որպես Բադրիարք Օրինակ ասենք չէ Դիրան Սրբազանի հետ խոսած են երբ որ խոսած են միշտ լավ խոսած էր հատ մարդոց մասին ասած է իրար չհասկացանք եւ որ գսեր Երանի իրարն է 30 տարի 40 տարի դարբերության ծնածլայն մարդիկ իրեն հալածել են ինչեր ռադեն պասինքը նորեն ամենուն ներած են դեմ at 56-ի խնդիրներ օրինակ համար ինքը որ ամբողջ կյանքը Երուսաղեմ եղած է Թուրքիա կացած մնացած է ասենք դե Դիրան Սրբազանը լա Շնորհք Բադիակը լա Թորքոմ Բադիակը լա
ինչ կային Սկոն Սրբազան, Հայր Իսահակ, Հմայակ Ինթոյան, ամենաթուրքեր էին, կացած են ամերիկաներ հոնջարայած են, երբ որ 56-ի խնդիրներ եկան, հոս եկան, և այդ մարդիկ իրեն հալածած են, օրինակ համար Հմայակ Սրբազանը, ինչ որ խնդիրներ գլար և որ մգսեն բանկի մեջ բորացած է, որ երեշյականները պետք է արմադախիլ լինել այս վանքեն։ Բայց դարիներ վեճ, երբ որ Հմայակ Սրբազանը Վասկեն վեապարի հետ խնդիր ունեցավ, միակ պաշտպանողը ինքը եղավ։ Եվ վեապարը իրեն օրինակ համար փիլոնազուր գրած էր, արգելած էր բادرակնելու եւ Թորքոն Բադիակի միշտ փողոքներ կներկայացնել Վասկեն վեապարին։ Ասեր եթե մեկ շաբաթան չդառնաս Հայաստան գարքալույս գնեմ քեդի։ Եվ ինքը մեր Երուսաղեմի միապանուտենեն թուրս վդարված է։ Եղիշեր իրեն գսե ինձ նամակ գրե, որ գուզեց Սուրբոց Հակոբյանց միապանության անդամը լան։ Ինքը նամակը գրեմ գրեցե վեապարին հերակին գխրգե, որ Հմայակ Սրբազանին չես կնան։ Դեպնալ, որտև ինքը այլևս Սուրբոց Հակոբյանց միապանության անդամ է։ Եվ դարի մի վերջ է, երբ որ Հայաստան գերտա վեապարին գարցնեն, ինչ էր Սրբազան գսի, ինչու անան գրիր։ Վեապար գսի, որսորդության ձենքեր կան, արույզ որսալու, եղնիկ որսալու, խոզ որսալու, բայց ասա թուն ասա ջանջը գուզեր գոր թնթանոթով որսալ։ Ես չեմ ցկերը, որ ասերը թուն ջանջը թնթանոթով որսալ։ Ադորամար չցկեցի սա։ Այդ մարդեն ինչ գուտել։ Եվ ասանք, եւ այդ մարդը, որ իրեն ասած էր, որ իրենց պետք է արմադախիլ լինեն, միշտ ով որ իր թեմ եղած է, վերջավորության ամենուն ասմիապանության անդամ եղած է։ Ներած ամեն, բայց ուրիշներ այդ ոգին չունեին։ Դիրան Եղիշեի բայկարը եղած էր, ես ալ սկսած էի այդ մասին պատմություններ լսել եւ շատ կհետաքրքրվեի եւ լսած էի, որ երբ Եղիշե Բադրիարքը հաղթական գուքա նստելու աթորին գները բոլոր ջիրանականներուն եւ նույնիսկ բաշտոններ կուտա բարձր բաշտոններ այդ կխոսի մարդու մեծության մասին սխալիլը մարդկային է գսենք ներելը աստվածային եւ ինք ուներ այդ ներելու շնորհը օրինակ ես միշտ պատասխան պետք է ժամը 8-ը մինչև քիշերվա 1-ը քիշերվա իբր ծեբոմը ոչ թե հսկող որտեղ ծեբոմը պետք է նայի իր առողջական վիճակին այսինքն քիշերը ծեբոմը քիշերմը ես իրեն երբեք չէի այսինքն հագարագիր մանավանդ իր վերջին չեչանին այն իմաստով որ ինքը քիչմը հագարակ որ կանսեր ուներ եւ շատ մարդ չեն գիտեր ամուր գեցած էր ուրեմն փամը հարցոց ինձ հա սի ասիրավ չեղավ ասավ անդեր մեր խոսակցությունը գեցավ անդեր ամեն բادرքարին էլեկտրականությունը մարավ բանին շանտինգա չեցինք եթե ամեն էլեկտրականությունը գենան է բادرքարանի կնաս երևակայել հա մտություն շանտ եկավ սա եթե վերսկսինք բանա էլեկտրականությունը գրնա հրտեղլալ ուրեմն ես բادرքին ուրեմն եթե ավել լավ է էլեկտրականություն չունենալ ասկիշել քան թե հրտեղլալ գամինչենե ծեր անգորինը այսինքն բանա ինչն է այն բարգանին չէին խոսել գոր այսինքն 5 բարգան 10 բարգան չէին խոսել գոր ես իմ սենյակը սկացի որ մետրեսի վրա բարգեր ես անգորինի վրա չէի բարգեր մետրեսի վրա անա փուշերեն ասենք հանգարտ իր ցայնը լսեցի քեբորք սա ես եկացի որ ինգավ ամիջավես վազեցի ներելու իր համեստությունը սա քեբորք Արաս Պատանյան չբաղիս քիշերը անել մեր հաշտություն ոչ թե հաշտություն վարգանական նայեցեք մեկը որ մուտի մեջ քեբոր իմ բաշտոնս անշուշտ բادرքին ապահովությունն է ասի որ գարտեցի որ մարդը ինգավ հա
Սա քեվոր արա Սպատանյան ծածկե ինքզինքդ որ չբաղես մարդ համես մարդ էր հագարակ իր հզորության հզորները միայն թե համես կլան Կարող ենք ասել, որ նա չի բավարարվել այն միաբանությամբ, որտեղ մեծացել էր, սովորել, ծառայել, հետո ուսուցանել։ Ոչ մի օր չի դադարել մտածել նա մտածող հոգևորական էր։ Երբ 1969-ին դառնում է պատրիարք, շատերը գուցե մտածել են, որ ահա վարչական մի նոր դեմք է գալիս եւ միայն վարչական խնդիրներում կտարվի, բայց նա իր պայքարը սկսում է նախ եւ առաջ իր հոգու հետ։ Պայքար անտարբերության, պայքար խորհրդային միության սահմանափակ պայմաններում գտնվող էջմիածնի համար, պայքար ազգային կուսակցական տարաձայնությունների դեմ հանուն ու ազգի միասնականության եւ միավորման։ Չափազանց սրամիտ էր։ Իսկ սրամիտը լալոմար խելացի պետք է լալ։ Սրամիտ որ գսեմ այդպես հասարակ բաներու մասին է չէ որ գխոսիմ։ Օրինակ օրը հարց կուտան պատրիարքին թե ինչ է հավատքը, ինչ է գիտությունը։ Եվ ինչպես կբացատրեք այս երկուքը։ Դա սկսե։ Մայրդ որ մայրդ է այդ գիտություն է, բացված բան է։ Չենք կրնար ուրիշ բան ասել։ Բայց որ հայրդ է, այդ արդեն հավատք է։ Այսքան իր սրամտության մեջ գնեք այնպիսի խորություն գա։ Եվ հնարամիտ է այդ վարգային ինչպես գհնարե ասիգա։ Մի անգամ ինքը մեր թացենգերներով Նաթանյա ճաշարան կատին։ Մեծի դարադեր ցարգավակներու Երբ որ ճաշարան մտանք, երդասատ հրյա երդասատներ եւ երդասատուներ եկան ինքը բան ջերմակ ընթերի մուներ, ընթերի հակատեր եւ եկան իրեն գարցնին թում որ մեկ երկրի թակավոր, որտեղ երկար էր բան Սա որ I am king of Israel Սա աղջիկները մեկ ասին որ Իսրայել թակավորություն չունի Իսրայելի prime minister եւ president ունին Չէ սա I am king of Israel Աղջիկները ասեն նոր են գսենք իրեն կգարտեն որ ինքը արաբական երկրի մը թակավոր Չէ սա ես հայոց պատրիարքն եմ սա բան չունի Երիշե պատրիարքը այնպիսի մարդ էր Որինք աղմուկ ընելու կամ դերմի եթե լար ծևերնելու կամ որ հայդարարեին թե այստեղ է Եղիվարդը այստեղ է Երիշե պատրիարք Դերդերյանը այդ բաներում պետք չուներ ան ներկայություն էր միշտ երբ դերմը գմտներ իր գեցվածքը իր խոսվածքը իր ցայնը գիտեք իր ցերքերուն շարժումները Աչքիս արջև միշտ կուկա մանիշագակույն հակված, այդ փոլորը այնքան աստեցիկ էին, որ անպայման ուր ալ մտներ մարդիկ պիտի թարնային իրեն նայելու, իր գողմը պիտի թարնային զինք նայելու։ Անգամ ճաշարան մնենք Փարիզի մեջ, ուրեմն 200 հոգի ճաշարան էին, եւ երբ որ ինքը մտավ, ամեն մարդ ասանք նայեցավ, հա? Ուրեմն Դեսակ մը ասենք ոչ թե ռոմանտիկ ասենք ներկայություն մը գա, հա? Հետո ինքը ասենք քրագանտան դեսագետով լեզվի խորատապանց մասնակետ մներ եւ թրիչք ուներ, հա? Անո համար այսինքն ես մագերեսային խոսեցա, որտեղ Երիշե պատրիարքի մասին այսինքն գնասադոններ լեցնել Հետո ինքը ինձի միտքով կամ երևակայությամբ կդաներ միշտ քյուղերը վանի եւ վանի փունթաշխարը իր միջոցով ջանցած եմ ինքը գադագասեր էր եւ միշտ քաչ մեկ գոմ ուներ շատ զորավոր էր այն էր որ ժամանակի քաղաքական վիճակեն առանց քաղաքակետլալու քաղաքական վիճակեն գահասկնարցը եւ ադորամա պետք եղած մարդոցետի հարաբերությունը հրավարական ուներ
Եվ այդ փրկեց զինքը Իրան ոչ պայքարի ընթացքին, Ալլահ հորթանանի բարակային, Ալլահ Իսրայելի բարակային։ Ադի մեծ շնորհք մնե, որ ամեն մարդու դրված չէ։ Եվ սերեկս այն է, որ եթե Եղիշե Բադրիարք եւ Դիրան Սրբազան հասկացողության կային եւ մեսայի միասին ձևով աշխատեին, մենք այսօր գունենայինք երկու սուրբ հագով վանքեր։ Երկու սուրբ հագով վանքեր գունենայինք եւ լավ գերբով հաստատված։ Այդ արիթը ունենք եւ այդ արիթը չգործանք օգտագործել։ Այդ 75-ին, երբ ժառանգավորած վարժարանի փացումը պիտի ելլար, եւ այնքան խիստ էր սահմանը, այնադեն արդոնություն պետք էր, որ մեկը հորթանանեն կար եւ այլն, իսկ Վասկեն Գաթողիկոսը պիտի իջներ հորթանանեն այստեղ, այդ ինչպես կարգադրեց, որ ճամփան փացավ, սահմանը փացին եւ մարդիկ առանց արդոնության, բարձրապես անունին կրված էր, եկան Երուսաղեմ, ինք կրնար իրարու երկու թշնամիներու մեջտեղը գենալ, ասոր ալքովել, անոր ալքովել, գամ ասոր հանտիմանել, ադոր հանտիմանել, բացարիք տիվանակետ մարդեր։ As անգերդ էր ինքը, անգերդ մարդ էր, եւ փորձարու մարդ էր, ուրեմն եւ քաչ մարդ էր, մանավանդ իր գարձիկները, բայց իր գարձիկները միշտ չէր հայտնել, գադագի ցեվով գահետներ։ Նախ բայկարով եղած էր։ Հզոր էր իր եկեղեցին կպաշտպաներ կաթոլիկներու թեմ։ Հզոր էր սուրբ տեղյաց իրավունքներ մեջ մեկ թիզ անգամ բան չէր գործունեած, իրավունք չէ գործունեած։ Հզոր էր բայկարիլ գիտեր, բայկարող էր։ Օրինակ գսեր երբեմն գսեր ասված եմ ինչու ինձ անի զերես։ Ես գսե գուզեմ Հերկուլեսի հետ գրվել, թուն թիմասս մուրասկամ մգահանեց, կամ աչկորթի մգահանեց։ Ինչու գսե գզալանաս ինձ թեմս մեկը որ գրնամ հետը բայկարիլ։ Ամենահասարակ մարդ թերթը, ամենահասարակ թերթը այդ ռիպորտերը ինչ եղավ։ Դու երկու անգամ երեք շեր միասին էինք ուզել որտեղ երբ համտեղել։ Ուզեք Դոկտոր, ինչ շեկայի մասած խոսքի դով։ Պարզապես Ես ժամանակին ինք եկա ուզես տեսնվել եթե ոչ սի։ Սավ ես երբեմ դի բայկարի, դու կիմտեմս կբայկարի, ոչ սի, ես ինձի հավասար մարդուց դու բայկարի, երբեմ չէ байկարի։ Ովեք դու որտեղ դու բայկարի։ Երբ որ հետը թաց կնենք որ Հինտիլյանը հերակիրը բերավ, որ Շամիրը խրգած էր իրեն, որ Քազանջանին կետի ժամանակ կուտամ 24 ժամեն դուրս պիտի հանեք, չենե ես կուքամ դուրս կտապեմ։ Հինտիլյանը թողալով բերավ հերակիրը, մենք ալ թաց կնենք։ Եվ թալիջի մեջ ոչ թե իր օֆիսը, կանթաս հերակիրը, ծալես սեղանին վրա թրամ։ Հինտիլյանը սավ սպադան ինչ պիտի լան, սավ ես ինչ որ գզալեմ, եւ սեղանի վրա գտնեմ անցյալին կպատկանի։ Բայց մենք սկացինք, որ ինքը թացի ժամանակը ուղղեր մեզ հետ չէր։ Մեկ ժամ մեջ Հինտիլյանին կանչել դվա, Իսրայելի մեջ սավ ինչ թղթագից կա, մենը գավակես հոց, ացուլից պիտի դամ։ Ելավ, ինքը մեջտեղն գեցած բադիակար իր օֆիսի մեջ, աչ կողմը թավի սրպազարն է, ցախ կողմը քարեքին սրպազարն է, եւ թավի սրպազարն գյուրեղը, եւ հրյայինը սավ, թունը սավ 100,000-ով Լիբանանը կրավեցիր ժամանակի համար, եւ ուզեց չուզեց հոնդեղեն միտի ելաս օրմը չէ օրմը, բայց սավ 200,000-ով վանք չես կրնար մտնալ, թուք իրավունք չունիք մեր ներքին կործերուն խարնվելուն, եւ չգրծան, հոգչավոր կարեքին սրպազանը 8 տարի առանց վիզայի վնաց, խնդիրը իմ եւ շահի մեջ չէ, խնդիրը հայոց վանքի իրավունքներու եւ հրյակառավարության մեջ։ Հրյաները այսօր կուզեմ, ասկային ինձին սպաշնու համար չէ որքսեմ, ասկա իրողություն է եւ փոշոր իրողություն։ Աս իրողությունը հասկանալ կարանալու համար քոնե 3-4 ամիս մեկը պետք է Երուսաղեմ կա։ Ոչ թե Երուսաղեմի վանքին մտածելու կամ նայելու, այլ նայելու թե Երուսաղեմի վանքին հարաբերությունը հրյակառավարության հետ ինչ է։
Հետո ես եթե ուզեմ ինքս իրականությունը սել եւ ալել, ես միակ մարդ եղա որ կառավարության թեմտրի, հերիա կառավարության թեմտրի, եւ հերիա կառավարություն չկցավ գրանապանալ։ Այն մարդը որ ռոպանը, բուրգը, որ կարեկին սրբատարը վտայել բուզեր եւ ալել, եւ ամենեն վեճ եւ որ իրեն հանդիպեց։ Դրոնից նախարարը եւ ներքին նախարարը եւ ալել։ Ենսի որ նայես 100,000 որով դուք կրավեցիք բիլ ժամանակվա համար 200,000 զինվորով ասկի 200,000 զինվորով չեք նար վանկի թուրնեն ես մտներից սա վիրավոն կույս մենք ձեր ներքին կործերում չեն գուզեր խարնովի ես ինչպես չեք գուզեր խարնովի Երբ որ մեր լուսարաբեդը ընդհանուր ժողովեր ընդրված է եւ արը դուզիկ արտաքսել եւ ապանին պետք է զեր որ մեզի પર իրեն կարծին որ մենք հայերը դասենք որ կրնակ չունենք վեճաբես լադին եկեղեցին 600 միլիոն կրնակ ունի հուն եկեղեցին վեճաբես պետություն ունի եւ վեճաբես օրթոդոքս եկեղեցին 300 միլիոն Ուզեցին արտիկա տունել կանի մուսուլմանները։ Դատուկը կարե եթե հաջողին կարեկին արքեպիսկոպոսը վտարել հատկան նախընթացը մնա ստեղծված կլար իդուզեն վեր մեկ վտարել Նրան մեղադրել են ժամանակին կառավարման նույնիսկ ֆինանսական խախտումների մեջ, բայց իրականությունը երբեմն գիտեք, որ բարդ է։ Քանի մարդ կա, որ պաշտոնից կարճում է վախից, բայց Եղիշեն չհեռացավ վախենալով եւ մնաց աթոռին ցույց տալով իր ազնվությունը եւ արտարությունը, պայքարելով իրեն մեղադրողների դեմ։ Նա դրանց պատասխանը տվեց իր գործերով, գրություններով եւ ինչպես տեսնում են կենթանի Երուսաղեմի օրինակով, որ կա հիմա հայոց ներկայությունը Իսրայելում։ 1990 թվականին նա հեռանում է ֆիզիկապես, բայց իր գործը մնում է եւ ապրում։ Եվ 4 տարի ես գիտեմ թե ինչ քաշել որ։ Եվ հոս աստին անտին եւ ադը ինտերեսը բացառը 2.5 միլիոն փոքերի դրեր է։ Սարերը Հետո 2.5 միլիոն բանկուներ որ ես փոքերի դրեր։ Բանկը անոթի էր դո։ Ես եկան է բանկը անոթի է։ Եվ ադը։ Աս կավը կացությունը որ գավա։ Աս անփռնելի կացությունը։ Կարելի է նալի։ Կարելի է համտուկելի վա։ Բայց թերթերը որպեսի փամը կրացել են թերթերու մեջ։ Եվ ժողովրդին աչքին փոշի ցալել եւ ալը կքրեն Մնացին նրա գրվածները, մնացին նրա սաները եւ ամենակարևորը մնաց մի ապրող հիշողություն կարող եք ասել, մի մարդու, ով չդարձավ նուրբ հրեշտակ, այլ մնաց ուղամիտ, մտածող, հավատարիմ մարդ։ Այսօր, երբ մենք ապրում ենք արժեքների խառնաշփոթի մի մեջ, երբ շատերն արդեն չեն վստահում, կարող ենք ասել եկեղեցուն, ոչ պաշտոնյային, ոչ պետությանը, Եղիշե Տերտերյանի կերպարը կարող է մեզ հիշեցնել, որ հավատքը նախանձախնդիր պահեցողություն պահք չէ միայն, այլ մի ճանապարհ ինքնակառավարման, պատասխանատվության եւ խղճի հարցում։ Նա մեզ հիշեցնում է, որ ճշմարիտ հոգեվորականը բարոյական ուղենիշ է առաջին հերթին, ոչ թե պարզապես ծիսակատար։ Նա չապրեց անթերի կյանքի ավանդական պատկերի մեջ, բայց հենց այդ անկեղծ կռիվն էր, որ դարձավ նրա մարդկայնության իր տեսակի ուժը։ Նա ցույց տվեց, որ կարելի է սխալվել, վիճել, դատարել, սիրել ու հետո նորից մտնել պայքարի մեջ, առանց կեղծիկի, եւ ամենակարևորը, որ կարելի է չլքել ճանապարհը, թեկուզ այն քարկարոտ է։ Այդպիսի կերպարներն են արժանի մեր հիշողությանը, ոչ թե որովհետև փառավոր էին, այլ որովհետև ճշմարիտ էին։ Փարեր ստեղծող փանաստեղծ քրող մնե Եղիվարդ, որ իր հարուստ լեզվական շնորհով, քյուդերով, արդահայտվելու յուրահատուկ ձևով եւ մանավանդ լայն իմացականությամբ ան քրագանչյան գոչված տաղանդ մնե։ Որտեղ Եղիվարդը Եղիշե Վարդապետի երկու փարերում առաջին 3 տարերն են Եղիշե Վարդապետ Հիմա շատեր գսեն յուղին վարդը կամ բան։ Ինքը
կորձածերը վդարանթիալ, որտեղ իրեն 4-3 տարի հորթանան վդարած են եւ գսրեր ատփանը։ Հետո կորձածած է հուրձամ, կորձածած է եզոբ, արակներ քրած է։ Յադը սորակրած է, ադիգա թավանապանական քրություններ ունտեմ։ Յադ Եգշարք եպիսկոպոս Տերտերյան։ Ավազանի անունը Եղիազար եղած է։ Թորքոմ Բադրիարք Քուշակյան զինք Եղիշե գոչե իր նախորդին Եղիշե Թուրյան Բադրիարքի անունով, բայց ուր է հետաքրքրականը Եղիազար Եղիշե եւ ինք իր ծածկանունը գնեի Եղիվարդ Եղիշե Վարդապետ։ Պաստորեն Եղիներու շարք մնե այսպես Եղիազար Եղիշե Եղիվարդ 1990 թվականի փետրվար 1-ին Գվախճանի Երուսաղեմի 95-րդ Բադրիարք Եղիշե arczepiskopos Տերտերյանը եւ գթաղվի հայոց Սուրբ Փրկիչ վանքին մեջ։ Դժբախտաբար իր մահվան քիչերը հոնեի եւ կարեկին սպազանագար սենք Սետրակ Բալյանագար այն քիչերնա Չարտերը գլային գոր Բաքուի մեջ, շատ ներված էր, սիրտի շատ ներված էր։ Եվ ժամը 7-ին երեկոյան նստեցանք, իր սիրած աբուրը գերանք, հետո ասի, որ մեր պարիգամներուն այսօր պետք է հանգիստել է, ավել լավ իրեն հանգիստ տողենք։ Ասի, որ ծեբոմը, երբ որ էգա, ինքոն չեր, իր նիչացենյակը չեր, Եվ տելևիզիոնը գաշխադեր գոր, եւ մեկը չեր նայր գոր տելևիզիոնին, ցախ նայեցա, աչ նայեցա, մեմդեցա որ ինգազեր, եւ ասեն այրուն գուկար գոր։ Ուրեմն մասիվ գատված ունեցավ, եւ բիդի բադահեր, որտեւ այսինքն ծավալը, ես կարծեցի, որ մարեցավ ինքը։ Ուրեմն ատմխտարություն ունեի, որ ինքը մարած է, Բայց ամենեն դպավորիչը իր թաղումներ, ինքը 45 աշակերտ ունեցած է եպիսկոպոս եւ գարդես գրումը բարգած է տակարի մեջ, ժիբիդը իր շուրտներուն եւ at 45 գարդես թութական փանով գապած է նույնիսկ իր տակարին հետ։ At դեսարանը բացարիք դեսարան էր եւ ամենեն դուխուն օրերեր էր։ Հիմա երբ որ ինքը մահացավ, ժողովուրդը ահապեկեցավ, որտեղ ինքը մեր հերոսն էր, Երուսաղեմի եւ Միջին Արևելքի հերոսն էր հայության, եւ ժողովուրդը անտատար գուլար գոր, իբր որբ։ Երբ որ կացիկ տակաղը բերելու, ուրեմն ես Եղիշեն, ամմանեն էր ինքը եւ վաղար սրբազանը Ուրեմն երբ որ սարպանին սառնարանի մեջ են անեցին, երեսը գապս գարմիր, բրան ժբիտ, վաղար սրպազանը որալով, բաբա ելիր գսեգով, ես արդեն աչքերս արցունքոտ, դեր վաղար սրպազանը գբորագոր բրան, ես ասանք մերյալ ես շեի դեսած, ասանք երեսը ժբիտ, գխնտագոր, երբ որ սուրպագով պերինք, նորեն նույն էր եղածին բես։ Լավ Բադրիարքներ դեսած էր, լավ ուսուցիչներ դեսած էր, adromar իր մեջը լավ հատկությունները ուրեմն ձլած էին, աջած էին, adromar զինքը չես կնա փոլորովին անդեսել, գարկմա այն խնդիրներ, որ բադահայցան հետո վանքի մեջ, չէ՞ լավ ցարակիները կողությունը եւ գամ ուրիշ այլ խնդիրներ շահեի պատճառով, այսու ամենայնիվ ինքը նորի իր դեղը մնաց, իր գարողությունը ցույց տվավ, թե ես եմ դեր վանքին, այս իմ դունս է եւ մի բահեմ, եւ ացավ որ բայեց։
Դեր մեր Հիսուս Քրիստոս ամեն հայր մեր որ հերգինս ես սուրբ եղեցի անուն քո եկես արքայություն քո եղեցի գամ քո որպես հերգինս եղեցի սաց մեր անաբազոր դուր մեզ այսօր եւ թող մեզ բարձ մեր որպես մենք քո բարձ եւ մի դանից մեջի փորձուներ պիտի իջարե սիկո արքայություն եւ զորություն եւ փառք ավիդյանս ամեն Եվ եւս խաչանը ծեր աչես ու գնալ եթո եւ օրնյա Օրնություն եւ փառք որ եւ որ թվո եւ օգուն սրբո Աշմ եւ միշտ եւ ավիդյանս ամեն